Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Նստեք։ Ունենք այսօր բացառ շարքեր։ Ասա Ալվարդ։ Լավ, ովքեր են։ Լավ, շնորհակալություն։ Երեխաներ, ուրեմն այսօրվա մեր դասը լինելու է մի շատ հետաքրքիր դաս, որը տարբերվելու է մնացած բոլոր դասերից։ Այսօր ես դասարան եմ բերել մի տուփ, սովորական մի տուփ է։ Բայց ինչ կա այս տուփի մեջ, խնդրում եմ դուք ինձ ասեք։ Ձեր կարծիքով ինչ կլինի, Էրիկ, ինչ կլինի այս տուփի մեջ։ Գիր, այո, ասել։ Լավ։ Կոչուտուր, ասա։ Կանոն, ասա նորայ ջան։ Ռետի։ Սրգրչաման։ Լավ, եկեք հիմա հանելուկով պարզենք, թե ինչ կա այս տուփի մեջ։ Կլոր է, գնդակ չէ, կարմրաթուշ է, դեղց չէ, քաղցր է, մեղր չէ։ Ի՞նչն է այս տուփի մեջ թաքնված, Մարիամ։ Խնձոր, տեսնեք, ես չգիտեմ։ Իհարկե, խնձորը։ Տեսեք երեխաներ, Մարիամը ճիշտ կռահել, այո, տուփի մեջ կար խնձոր։ Ինչ գիտեք խնձորի մասին։ Ինչ տեղեկություններ գիտեք, խնդրեմ բաչիկ։ Լավ, խնձորի գույները տարբեր են, կեցես բաչիկ, ապրես, Ջուլիա։ Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի 21-ին նշվում է խնձորի օր։ Կեցես, հրաշալի է, ապրես, Արամջան դու ասա։ Խնձորը ամբողջ աշխարհում ամենատարածված միրգն է։ Լավ, ապրեք, շնորհակալություն։ Խնձորի վայրենիքն համարվում է կենտրոնական Հրաշալի է, Գևոր, դու ինչ կասես։ ունի 700 տգով տեսակ։ Տեսակ, այո, այդ եկեք երեխաներ ինձ ինչ գիտեք խնձորի օգտակարության մասին։ Ով կասի, Էրիկ։ Գիտենք, որ եթե մի անգամ այս օրը մի անգամ ուտենք խնձոր, բժշկից է ուտում։ Լավ, այո, կեցես, հրաշալի ապրես, Նորայա խոսի։ Եթե խնձոր ուտենք, մեր ատամները սպիտակ կլին եւ կփայլեն։ Եվ կփայլի, ճիշտ է, հրաշալի ապրես։ Խնձորը իմաց բառնվում է ցերիտանի։ Լավ, ապրե։ Իսկ հիմա երեխաներ, ես մի փոքր տեղեկություն ներկայացնեմ խնձորի մասին։ Ուրեմն խնձորը իր մեջ պարունակում է C, E1, E6 վիտամիններ։ Օրական 1 խնձոր ուտելով դուք կապահովեք ձեր առողջությունը եւ այդ վիտամինների ներկայությունը ձեր օրգանիզմում։ Սնուցիչները կան խնձորի ոչ միայն միջուկում, ներսում, ոչ միայն միջուկում, այլև կեղևի վրա, կեղևում կա երեխաներ, այ մենք որ խնձորը կեղևով ուտենք, դա շատ օգտակար է։ Խնձորը օգտակար է նաև մեր մարսողության համար, հակաօքսիդանտները օգտակար են սրտի եւ ուղեղի աշխատանքի համար, եւ շատ C վիտամին կա խնձորի մեջ, կալցիում, կալիում, շատ բջջան նյութեր կան, շատ օգտակար միրգ է խնձորը։ Երեխաներ, այս փոքրիկ խնձորի մասին մենք տեսեք ինչքան տեղեկություններ ասեցինք, իմացանք որտեղ է աճում, որտեղ է տոնվում խնձորի օրը։ Իսկ ինչ կասեք, օրինակ ձեր կարծիքն եմ ուզում իմանալ գեղեցիկի եւ օգտակարի մասին։ Մեր կյանքում գեղեցիկն է կարևոր, թե օգտակարը։ Ապա ով Անգելինա խոսի։ Մենք ուրախանում ենք, շատ ճիշտ է։ Ուշադիր նայեք երեխաներ, ուրեմն ես ձեզ համար մի խաղ եմ ստեղծել, որ պետք է համապատասխանեցնենք գեղեցիկը եւ օգտակարը։ Բառերը պետք է գեղեցիկի համապատասխան բառերը իր շարքում համընկնի, օգտակարին է իր շարքում։ Հիմա մենք իրար հետ կաշխատենք։ Ահա։ Ուրեմն սկսենք գեղեցիկից։ Մարիամ, գեղեցիկ։ Թիթեռ։ Թիթեռ։ Գեղեցիկ թիթեռ։ Այո։ Ալվարդ։ Գեղեցիկ ծաղիկ։
Ահա, էլ ասա, նորայք։ Գեղեցիկ Գեղեցիկ մեղու։ մեղու։ Այո։ Օգտակար, մանե։ Օգտակար բանջարեղեն։ Օգտակար բանջարեղեն, ճիշտ է։ Արամ։ Օգտակար գիրք։ Հաջորդը Սարգիս։ Աթոռ։ Օգտակար աթոռ։ Այո, մենք խաղը վերջացրեցինք, այստեղ բայց ունենք երկու սխալ։ Ուշադրեք, մեղուն գեղեցիկ է եւ օգտակարը երեխաներ, ուշադրիր նայում ենք Սալիկին էկրանին։ Այստեղ ունենք վերնագիր, ով կկարդա վերնագիրը, տեսնեմ, Արամ։ Մարսի երկի գործերը։ Լավ, այդ ինչ կասեք այս վերնագրի մասին։ Ինչ է նշանակում, ինչպես եք հասկանում այս վերնագիրը, Արփի։ Այս վերնագիրը ուզում է մեզ դիտել, որ մարդը ինքը իրարած Գործերով է հիշվում, իր կատարած գործերով է հիշվում։ Այո, երեխաներ, մարդը իր կատարած գործերով է հիշվում։ Մենք ունենք 3 նկար։ Այս 3 նկարները ինձ թվում է բոլորից ծանոթ են։ Ով կասի առաջին նկարը ով է։ Անվարդ Արարատ Ղարիբյան։ Ինչ գիտենք Արարատ Ղարիբյանի մասին։ Սոս Նա ծնվել է Ագեզարդում։ Այո, նա մեր համաջուղացին է, նա ծնվել է Ագեզարդում։ Ջուլիա։ Արարատ Ղարիբյանը Եղել եղել է լեզվաբան։ է լեզվաբան, Սարա։ Նա եղել է դպրոցի դասագրքերի եւ ձեռնարկների հեղինակ։ Այո, ձեռնարկների հեղինակ է։ Գևորգ, ինչ կավելացնես Արարատ Ղարիբյանի մասին։ Նրա անունը կոչվում է դպրոց։ Այո, ամենակարևորը նրա անունով է կոչվում մեր դպրոցը եւ մեր գյուղի կենտրոնական փողոցն է կոչվում Արարատ Ղարիբյանի անունով։ Հաջորդ նկարը ով է պատկերված հաջորդ նկարում։ Հաջորդ նկարում պատկերված է Կոմիտաս։ Լավ, Սողոմոն Սողոմոնյան է։ Բաճիկ ինչ կավելացնես։ Նա եղել է կոմպոզիտոր։ Կոմպոզիտոր է եղել։ Լավ, Դավիթ։ Լսում եք ես ապրես, շնորհակալություն։ Դավիթ։ երաժիշտ եւ բանահավատ։ Ապրես, կեցես Դավիթ ջան, ճիշտ է։ Ասա Նա մշակել է 4000 երգ։ 4000 եւ շնորհակալություն։ Հաջորդ նկարը ինձ թվում է բոլորի դեն արդեն տեսեք ձեռքերը բարձրացին։ Մանե ջան, ով է հաջորդ նկարում պատկերված։ Ով է սա։ Այո, Մանե, Հովանես Թումանյանն է, լավ։ Ինչ կասեք Հովանես Թումանյանի մասին, Մարիամ։ Հովանես Թումանյանը գրել է բանաստեղծություններ եւ հեքիաթ։ Բանաստեղծություններ, հեքիաթներ, պոեմներ, բալադներ, ասա Սարգիս ջան, ապրես։ Թումանյանը ծնվել է Լորվա դասարանում։ Ճիշտ է, հրաշալի է, կեցես, ապրես։ Լավ, էլ ինչ կավելացնենք Թումանյանի մասին։ Անվարդ ասա։ Նա ունի շատ դիքեր, որ նրանց կարսեթագիր ուզում նաև պահարան։ Միշտ գիրք էին ուզում նրանից, այո, պետք է պատմում։ Եվ հետ չի վերադարձնում, նա որոշեց, որ սեր թղթերով մեզ պետք է փակի իր Այ պահարանը փակի, ոչ երևա չէ, պահարանի մեջ ինչ կա։ Այդպես նա պաշտպանեց իր բոլոր գրքերը։ Հրաշալի է, ապրես, շատ լավ է։ Երեխաներ, ուրեմն այս մարդիկ հիշվեցին, մենք հիշեցինք նրան իրենց գործերով, չէ՞։ Այդպես գործիչների մեր գրականության գրքերում, հայ գրականությունում շատ են անդրադառնում մարդկանց գործերին, լավ եւ վատ արարքներին, ինչպես Թումանյանը իր Թմկաբերդի առումով էլի անդրադարձել է այդ հատվածին։ Գևորգ, ինչ կասես մի քառատով այդ հատվածի Թմկաբերդի առումը։ Գործն լավ իմացեք, որ խոսվում է դարերնեք դրան, որ խոսքով կապրի անվերջ Այո, կապրի անվերջ, անդադար։ Այո, երեխաներ, մարդը արժևորվում է իր կատարած աշխատանքներով։ Նայեք, մարդուն մենք միշտ գնահատում ենք իր կատարած գործերով։ Եթե մենք լավ գործ ենք արել, խնամել ենք այգին, պահպանել ենք բնությունը, թռչուններին, կենդանիներին ենք օգնել, ծերերին ենք օգնել, ուրեմն մենք ինչպիսի գործ ենք կատարել։ Բարի, լավ գործ ենք կատարել, չէ՞, եւ մեզ միշտ կհիշեն այդ գործը։ Եթե եղել ենք չար, անշնորհքություն ենք արել, պարսատիկով խփել ենք թռչուններին, վնասել ենք, մարդկանց չենք օգնել ծերերին, մենք ինչպիսի գործեր ենք կատարել։
Վատ գործեր եւ մեզ կհիշեն որպես վատ չարաճճի երեխաներ։ Ուրեմն այսուհետ եկեք այնպես անենք, որ մեզ միշտ հիշեն մեր լավ արարքներով, իր կատարած խոսքերով։ Հասկացաք ուրեմն այսուհետ մենք պետք է կատարենք լավ գործեր եւ արարքներ։ Հիմա ուշադիր նայում ենք հաջորդ սահիկին, տեսնենք ինչ է մեզանից պահանջում հաջորդ սահիկը։ Ուրեմն այստեղ մենք ունենք բառային պապ երեխաներ եւ ունենք նաեւ գրատախտակին փակցված բառեր։ Կպչուն թերթիկների վրա գրեք այս բառերի իմաստային բացատրությունը եւ կպցրեք համապատասխան տեղում։ Եվ կպցրեք համապատասխան տեղում։ Հետո գրված է։ Ունենք ամայի, կարկամե, գլխահար, համբախ եւ շիտակ բառերը։ Ապրեք դուք, կեցեք, շատ լավ եք աշխատում։ Նորա ջան, գրում ես դու։ Այո, այլ գրեք, մի բառ բացատրություն նորայ։ Դերցու։ Գլխահար բառը, ըստ կազմությամբ ինչպիսի բառ է։ Ըստ կազմության Բարդ բառեր, որոնք են արմատները։ գլուխը եւ բառը։ Այո, գլուխը կախած, ճիշտ է։ Ամայի բառը, Ամայի Ջուլիա։ Ամայի նշանակում է դատարկ։ Ճիշտ է։ Շիտակը, Սարա։ Շիտակը նշանակում է ճշմարիտ, ուղիղ։ Ճիշտ է։ Եվ համբավը, համբավ, Դավիթ։ Բարյան, կեցես։ Այո, բոլոր բառերը մենք նայում ենք գրատախտակին, բոլորը մենք ճիշտ ենք, չէ՞ վերհանել։ Գրատախտակին ունենք երկու նկար։ Արդի ինձ կասես առաջին նկարը։ Ինչպես կբնութագրես այդ նկարը, ինչ պատկեր է պատկերված։ Ապրես, ճիշտ է։ Սոֆի, իսկ երկրորդ նկարում ինչ է պատկերված։ Նկարում պատկերված է գեղեցիկ ծաղիկներ։ Իսկ մեկ բառով ինչպես կասես։ Գեղեցիկ ծաղկանոց։ Ծաղկանոց, ապրես, ճիշտ է։ Այ երեխաներ, հիմա նայում ենք այսօրվա մեր դասի վերնագիրը։ Այսօրվա մեր դասի վերնագիրն է ծաղկում պարտեզը։ Ինչպես յուրաքանչյուր դաս, այսօրվա դասը նաև ունի նպատակներ։ Այսօրվա մեր դասի նպատակներն են զարգացնել, հասկանալով կարդալու կարողությունները, նաև արտահայտիչ պետք է կարդանք։ Ով կարող է լինել, կիմանանք, ով կարող է լինել այն լավ առաջնորդ, կարժևորենք ազնիվ արարքները, ազնվությունն ու արդարությունը, ինչ կանենք, կբացահայտենք, որոնք էին ազնվությունը և արդարությունը։ Սա այսօրվա մեր դասի նպատակն է։ Ծաղկում պարտեզ հեքիաթը երեխաներ, այսօր մենք դա հեքիաթ է և մենք կանխագուշական մեթոդով հարցերի միջոցով, նկարների միջոցով կկանխագուշակենք մեր հեքիաթի բովանդակությունը։ Հիմա բոլորը ուշադիր նայում ենք գրատախտակին։ Հիմա պտտվի անիվը և որ հարցի մոտ կանգնի, այդ հարցը պետք է պատասխանենք։ Ով կկարդա այս հարցը, տեսնեմ, Ալվարդ, լսում ենք քեզ։ Անչափ այս հեքիաթը մեզ ցույց կտա, որ օգտակար գործ է ավելի կարևոր, քան գեղեցիկը։ Լավ, իսկ դու ինչ կասես, այո կամ ոչ պետք է պատասխանես։ Քո կարծիքով այո, լավ։ Հաջորդն ենք լսում, տեսնում։ Տեսնենք որտեղ։ Գևորգ։ Արդյոք այս պատմության մեջ խոսք է լինելու գեղեցիկ պարտեզի մասին։ Ահա։ Այո։ Այո։ Որովհետև հենց վերնագրից երևում էր, Գևորգ։ Այո։ Օրինակ վերնագիրը ո՞ր վերնագիրն էր։ Ծաղկում պարտեզ։ Ճիշտ է։ Եվ վերջին հարցը ուշադիր գրատախտակին ենք նայում։ Մարիամ։ Այսօր հերոսները միայն գեղեցիկ արարքներ են կատարելու։ Այո։ Քո
կարծիքով, այո, գեղեցիկ արարքներ են կատարել։ Լավ, երեխաներ, ճիշտ է, իսկ հիմա եկեք ուշադիր նկարների միջոցով կանխագուշակենք մեր հեքիաթը։ Ձեր կարծիքով այս 5 նկարը ինչ կպատմի մեզ մեր հեքիաթի մասին։ Սարա, լսում եմ քեզ։ Լինում է չի լինում մի թագավորը։ Այո։ Նա որոշեց իր գահը տալ մի գյուղացուն, որտեղ նա շատ զառամյալ էր։ Մի անգամ նա կանչեց մի գյուղացու, տվեց նրան սերմեր և ասաց. հող ընտրիր և ցանիր, որ ես մի քանի անցուց կգամ։ Նա հողը փխրեցրեց, չէ, բահով հողը փխրեցրեց և մի գեղեցիկ ծաղիկներ աճեցրեց։ ապրեց, ճիշտ է, հետո թագավորը եկավ, տեսավ գեղեցիկ ծաղկանոց և նրան տվեց նրա գահը։ Իր գահը տվեց նրան, ապրեց, շնորհակալություն, լավ երեխաներ, իսկ հիմա ուշադիր նայում ենք հաջորդ սահիկին, տեսնենք մեր կանխատեսումները կատարվեցին, թե ոչ, ուշադիր։ Ծանր ժողովրդի, քանի որ ազնիվ մարդիկ և արդարամիտ թագավոր կլինի։ Երեխաներ, հիմա ձեր կանխագուշակումները արդարացվեցի, համապատասխանում է, ոչ, օրինակ, Սարա, քո կանխագուշակումը արդարացվեց, ճիշտ է, նման է։ Ոչ, ինչու։ Որտեղ ընդեղ գյուղացիներ Ճիշտ է, դու որպես գյուղացի ընտրեցի, չէ՞ թագավորը որ սերմերը տվեց, իսկ հեքիաթում նրա 4 որդիներն էին։ Լավ, նստիր։ Հիմա բոլորը բացում են դասագրքերը, ծաղկում պարտեզ հեքիաթը և կապվում են հատվածներով ու պատասխանում են հարցերին։ Տեսնենք ինչպես ենք հասկացրել մեր ընթերցած հատվածը։ Առաջին խումբ սկսիր կարդալ։ Էլիջան կարդալ։ Մի երկրի թագավոր շնացել էր իր թագավորությունը։ Որդիներիցս որին հանձնեմ գահը, որ երկիրը շեմ պահի իմ մահից հետո։ Մտածում էր զառամյալ թագավորը։ Մի օր կանչեց իր 4 որդիներին, նրանց տվեց ծաղիկների սերմեր և ասաց. Լավ, Անգելինա շարունակիր։ Որդիներս, հողեր ընտրեք ձեզ համար, մշակեք պարտեզներ դարձրեք, Պարտեզներ դարձրեք։ այս սերմերն էլ ցանեք ու ծաղիկներ աճեցրեք, ապա շարունակեց Լավ, Բաչիկ։ ում պարտեզը ճոխ լինի, ում ծաղիկները գեղեցիկ լինեն, նա էլ կլինի երկրի թագավորը։ Իմ մահից հետո այդպես եմ որոշելու, թե ով է ձեզնից ամենազնիվն ու բարեխիղճը։ Լավ, հիմա Արփիկ, կարող ես առաջին հարցը կարդալ։ Արի գրատատակի մոտ, եթե չես տեսնում Արփիկ ջան, չի երևում քեզ մոտ։ Խնդրեմ։ Կարդալ։ Ինչ պայման դրեց թագավորն իր որդիների առջև գահը նրանցից մեկին հանձնելու համար։ Ինչ ասեց։ Թագավորը ինչ ասեց։ Թագավորը սերմեր տվեց որդիներին եւ ասաց. «Իմ պարտեզը ամենագեղեցիկը լինի, իմ պարտեզը ճոխ լինի, նա կլինի երկրի թագավորը»։ Ճիշտ է։ Համամիտեք։ Այո, ապրես Արփիջան նստի։ Էլի հաջորդ հարցը կարդա։ Ապրես։ Ինչպես կարող էր թագավորը որդիների մշակած ճոխ պարտեզների միջոցով որոշել ով է նրանցից ամենաազնիվն ու բարեխիղճը։ Պարտեզի միջոցով որոշել։ Ահա քո կարծիքով, ինչպես կարող է նա որոշել։
Նա կարող էր սերմերը խաշել։ Քանի որ մենք արդեն հեքիաթը լսել ենք, չէ, միջև իմացանք, որ սերմերը խաշել է, ուրեմն նա սերմերը խաշել է, նախապես եւ տվել է նրանց, իր որդիներին, եւ նրանց միջոցով կարող էր որոշել, որ որդիները ինչպիսին էին։ Այո, նրանց ազնվությունը է որոշել։ Ապրես Էրիկ, նստիր։ Հաջորդը երկրորդ խումբը, շարունակիր։ Որդիները վերցրեցին սերմերը ու գնացին։ Ընտրեցին հողամասեր, խնամեցին, պարտեզներ դարձրեցին։ Ու ամեն մեկը սկսեց հոգալ իր ծաղիկների մասին։ Լավ, Գևորգ շարունակի։ Գարնանը թագավորը իր պալատականների ու ժողովրդի հետ գնաց պարտեզները տեսնելու։ Մոտեցավ ավագ որդու պարտեզին։ Ինչ պարտեզ, իսկական դրախտ, հարթամ շքեղ ծաղիկներ։ Լավ, Մարիամ շարունակիր։ Այս ծաղիկներն իմ տված սերմերից աճեցին, հարցրեց թագավորը։ Այո, հայր իմ, ասաց որդին։ Լավ, երկրորդ խումբը միջև այստեղ է կարդում եւ պատասխանում է երրորդ հարցին։ Երրորդ հարցին կպատասխանի Սոսը։ Խնդրեմ, Սոս, կարդա։ Ինչու թագավոր մռայլվեց տեսնելով որդիների մշակած Շքեղ պարտեզներ։ Ինչու մռայլվեց։ որտեղ նա սերմերը խաշել էր։ Եվ ինչ հասկացավ թագավորը։ Որ նրանց սերմերից չեն աճեցրել այդ Այսինքն որդիները ինչ էին արել թագավորին։ Խաբել էին, այո, խաբեբավությամբ էին զբաղվել։ Լավ, ապրես։ Համամիտ եք երեխաներ։ Այո, երրորդ խումբ շարունակի, Ջուլիա։ Թագավորը մռայլվեց ու անխոս հեռացավ։ Բոլորը զարմացան ու յուր գնացին նրա հետևից։ Ահա մյուս որդու պարտեզը, առաջինից ավելի ճոխ, ավելի շքեղ։ Լավ, Դավիթ շարունակի։ այս ծաղիկները իմ տված սերմերից է աճեցրել, հարցրեց թագավորը։ Այո, հայր իմ, պատասխանեց երրորդ որդին։ Թագավորը ավելի մռայլվեց ու գնաց առաջ։ Ահա եւ երրորդ որդին։ Որդու այգի։ Ինչ այգի, ինչ Ծաղկունք։ ինչ քեղություն, երբ ներեմ ծաղիկներից, օդն անգամ Ներկվել էր։ ներկվել էր գույնզգույն։ Հայրը երրորդ որդուն եւս նույն հարցը տվեց եւ նույն պատասխանով Ստանալով կրկին մռայլվեց ու գնաց առաջ։ Լավ, ապրես։ Չորրորդ հարցը ինձ համար կկարդա Արեգը։ Արեգ։ Լավ, ապա Արեգ, ինչ կկանխատեսես, ինչ կլինի հեքիաթի վերջում, քո կարծիքով։ Որ բարին կհաղթի չարին։ Բարին կհաղթի չարին։ կստանա գրծել որդին։ Այսինքն ամենաարդարը, չէ, արդարը կստանա, արդարությունը կհաղթանակի։ Շնորհակալություն, նստի, շարունակում է չորրորդ խումբը, Ալվար։ Հողամասում գլխահար կանգնել էին, կրտսել որդին, իսկ պարտեզում ոչինչ չկար, ոչ ճաղիկ, ոչ կակաչ, ոչ անգամ մոլախոտ, մեկ հող էր, ուր են ծաղիկները, որդի ցույց տա մեզ, ասաց հայրը, որդին մեղավորեց ասաց, հայրը որքան ճանաչի, որքան քրտինք թափեց, օր ու գիշեր ոռոգեցի, խնամեցի այս հողը, բայց քո տված սերմերից ոչ մեկը չծուլեց, իմ պարտեզը այսպես ամայի մնան, հայրը ուրախացավ, առջև դեդվեց, գրկեց, համբուրեց, կրտսեր որդու ճակատը։ Լավ, Ռոբերտ, ինձ համար կարդա 5-րդ հարցը եւ պատասխանիր։ Կարող ես մոտիկ գնալ, եթե չի երևում։ Լսում եք ձեզ։ Բարձր Ռոբերտ ջան։ Ինչ է կարծում, որն է թագավորի ուրախության, ո՞րն է պատճառը թագավորի ուրախության, չէ որ ամայի ամբողջ պարտեզը, նույնիսկ ինչպես անվարդը կարդաց, մեկ մոլախոտ չէր աճել։ Ինչու թագավոր ուրախացավ։ որովհետև կրսել Որդին իր տված սերմերը ներցաներ։ Այսինքն նա ինչ չէր արել հորը։ Չէր խաբել, այո, նա ազնիվ էր, նստի, 5-րդ խումբ շարունակեք, հեքիաթի վերջին հատվածը կարդալ, Մանեսի։ Այսպես ասաց հայրը,
Դու շիտակ ու աշխատասեր մարդ ես, քո ավագ եղբայրներն են անազնիվ ու գեղձավոր են, որովհետև այն սերմերը, որը տվել էի, բոլորի նախապես խաշել էի ջրի մեջ։ Լավ, Արամ շարունակիր։ Այդ սերմերից ոչինչ ծլել չէր կարող։ Թագավորը խոր շունչ քաշեց եւ շարունակեց. Ես քեզ եմ ընտրում թագավորությանս ժառանգ, քանի որ դու արդարությամբ կղեկավարես երկիրը եւ լավ թագավոր կլինես։ Ժողովուրդը հիացավ իմաստուն որոշմամբ ու գովեց իր տիրակալին։ Մարդիկ տարան այս զրույցը եւ հեռու երկրներում տարածեցին իմաստուն թագավորի համբավը։ Լավ, Սարգիս, կարդա 7-րդ հարցը։ Բացատրեք Թագավորը ինչու գահը հանձնեց։ կրծեր որդու։ Այո, ինչու հանձնեց, քո կարծիքով ինչու հանձնեց։ Կրծեր որդին թագավորի տված սերմերով էր աճեցրել։ Այսինքն նա իր որը ինչ էր արել։ Խաբել էր։ Ոչ, այսինքն նա շիտակ ճանապարհով է գնացել, չէ՞, նա խարդախությամբ չէր զբաղվել։ Լավ, Արամ ինձ կպատասխանես 8-րդ հարցը։ Թագավորը այդ արարքից հետո ինչպեսի համբավ ձեռք բերեց։ Բարի համբավ, որ նա արդարությամբ ինչ արեց։ Տվեց գահը կրծեր։ Այո, նա կարող է շքեղ պարտեզներ ունեցող որդիներին տալ գահը, չէ, բայց նա չտվեց նրան, քանի որ նրանք խաբել էին։ Լավ, հիմա մի փոքր կհանգստանանք մենք եւ գտնում ենք համապատասխան խոսքի մասը։ Հիմա տեսնենք, այսքանը ուրեմն բոլորը գիտեք։ Ես ասում եմ մի խոսքի մաս, դուք հետո շարունակում եք մեր անցած խոսքի մասերը ու գնդակը կհասնի եւ կազմում եք վերջինը նախադասություն։ Հասկանալի է։ Սևան։ Երկու սեղան, լավ, երկու։ Այո։ Կոտրվեցին, լավ, որ խոսքի մասը բացակայեց, արագացրու տեսնեք, ապրեց։ Հրաշալի է, եղավ նախադասություն, չէ երեխաներ, այդ ով նորից կկրի նախադասությունը էլի, ինչ նախադասություն ստացան մեր խաղով։ Երկու գեղեցիկ սեղաններ։ Այո, եւ քանի խոսքի մաս օգտագործեցիք։ 4 խոսքի մաս։ Հիանալի է, ապրեք դուք, կեցեք։ Լավ երեխաներ, իսկ հիմա եկեք մենք զրուցենք մի քիչ հեքիաթի բովանդակության շուրջ եւ եզրահանգումներ կատարենք։ Ուշադիր, ձեր կարծիքով թագավորը ինչու իր գահը հանձնեց կրտսեր որդու։ Ռոբերտ ազնիվ է, այո, բայց ազնիվ մարդուն ինչու հանձնեց կա, ինչ էր ուզում թագավորը դրանով ցույց տալ։ Որ նա աշխատած, որ կրծեր որդին աշխատասեր է։ Լավ, կրծեր որդին աշխատասեր է, բայց երեխաներ, այն երեք որդիներն էլ աշխատասեր չէին, ավագ որդիները աշխատասեր չէին։ Երկուսն էին աշխատասեր։ Երեք որդիներն էին աշխատասեր, քանի որ ինչ էին արել։ Քանի որ նրանք էին աշխատել։ Այո, մշակել էին իրենց պարտեզներ, չէ, գեղեցիկ պարտեզներ էին ստացել, նաև էր աշխատասեր երեխաներ, բայց իսկ կրծեր որդին ինչ բնավորության գիծ ուներ, ինչ հատկանիշներ ուներ, որ չունեին այն որդիները։
ազնիվ է, այո, նա ազնիվ է, արդար է, իսկ թագավորին պետք է, որ երկիրը ղեկավարեր ազնիվ, արդար, շիտակ մարդը, որպեսզի ժողովուրդը պաշտպանված զգար իրեն, երկրորդ իրեն օրեն, ոչ թե խարդախություն լիներ, այլ դրա համար նա ով ընտրեց իր կրտսեր որդուն, հասկացա՞ք երեխաներ դա, այո, այլ դրա համար ընտրեց իր կրտսեր որդուն, որպեսզի երկրորդ իրեն խաղաղությունը եւ բարությունը։ Այսօր երեխաներ մեզ մոտ հյուր է եկել մեր թագավորը եւ հեղինակի հատորի վրա նստած սպասում է ձեր հարցերի պատասխանին։ Խնդրեմ, հարգելի թագավոր, հիմա մենք թագավորի հանդերձանքը դնենք եւ ով ուզում է կարող է հարցեր տալ թագավորին։ Խնդրեմ, նստեք։ Հարցեր թագավորին մանեք։ Տեսնենք երեխաները ազնիվ են թե ոչ։ Լավ, Մարիամ։ Որտեղ նա ամենաազնիվ է չորսերից մեկը։ Ոչ։ Լավ, հարգելի թագավոր, իսկ դուք լավ առաջնորդ ասելով ինչ եք հասկանում, լավ առաջնորդը ով կարող է լինել ձեր կարծիքով։ Բարի, բարեցիկ, ազնիվ, ոչ խաբեբար, Չիտակ մարդ։ Ճիշտ է երեխաներ, լավ առաջնորդը պետք է լինի այդ վերը նշված բառերից, այո, հատկանիշներից պետք է նա ունենա, այո, պետք է լինի շիտակ, ազնիվ, բարեսիր, որպեսզի ժողովուրդը հանգիստ վայելի իր կյանքը, չէ՞ երեխաներ, ոչ թե լինի խարդախ եւ խաբեբար թագավոր։ Շնորհակալություն, հարցեր ունեք թագավորին։ Ոչ, շնորհակալություն թագավոր։ Կարող ես նստել։ Երեխաներ, իսկ այժմ մենք ունենալու ենք խմբային աշխատանք։ Աշխատում ենք խմբերով։ Ժամանակը ձեզ տրվում է 5 րոպե ժամանակ։ Խմբի կանոններն են։ Խմբում բոլոր երեխաները պետք է մասնակցեն։ Ժամանակի մեջ տեղավորվել, աշխատանքի հստակ ներկայացում։ Սա մեր խմբի կանոններն են եւ խնդրում եմ բոլորը պահպանեք այդ կանոնները։ Ուրեմն ձեզ տրվում է 5 րոպե ժամանակ ձեր աշխատանքը ներկայացնելու համար։ Ես հիմա բաժանում եմ, ձեր հարցերը կարող եք քննարկել իրար հետ։ Առաջին խմբի հարցերն է քննարկել։ Երրորդ խմբի հարցերն է քննարկել։ Չորրորդ եւ 5-րդ հարցի հատուցումը։ Վերջացեցինք մեր աշխատանքը, ժամանակը վերջացավ, արդարության գավաթի միջոցով տեսնենք ով կներկայացնի խմբային աշխատանքը։ Գևորգ, խմբային աշխատանքի պատասխանը, դուք որ խումբն եք, երկրորդ խմբի աշխատանքը կներկայացնի Գևորգը։ Հարցը կարծում ես եւ պատասխանում է։ Ուշադիր, որպեսզի խմբեր են գնահատելու։ Բացատրում եք այդ նախադասությունը, այո, երկրորդ խումբը։ Դատակ մնալ, ամայի բառը փոխարինվեց հոմանիշ բառով, դատակ, ճիշտ է, համամիտ է աշխատանքին, այո, և երկրորդ խմբի աշխատանքը, տեսնենք, բոլորը մասնակցել են, քննարկմանը բոլորն են մասնակցել, ժամանակի մեջ տեղավորվեցին և պատասխանը ճիշտ է, բավարարեց մեզ, այո, և նրանց ստանա ուրախ սմայլի, ճիշտ է, համամիտ է, այո, շնորհավորում եմ ձեզ կեցեք ապրեք, հաջորդը, Էրիկ, դուք եք ներկայացնում առաջին խումբ։ Ինչպես կբացատրեք գլխահատ բառը։ Այո, ինչպես կբացատրեք։ Գլխահատ բառը նշանակում է գլուխը կապ։ Գլուխը կապ, ըստ կազմությամբ ինչպիսի բառեր։ Բարդ բառեր։ Արմատները որոնք էին։ Գլուխի համար։
Լավ, կարող եք գնահատել առաջին խմբին։ Գնահատեք, ինչպես կգնահատեք, ուրախալի նրան։ Այո, որովհետև նա հաղթել, պատասխանը ճիշտ է, մասնակցությունը բոլորն են մասնակցել եւ ճիշտ պատասխան ստացել։ Շնորհավորում եմ ձեզ, ծափահարում ենք ապրեք։ Նաև երկրորդ խմբիներ են ծափահարում, երկրորդ խմբին պատասխանել։ Երրորդ խմբի պատասխանին եմ սպասում։ Տեսնենք արդարության գավաթի միջոցով անենք պատասխանը։ Սա ով է։ Դավիթը, կներեք, Դավիթ։ Գտիր այն բառը, որտեղ հեղինակը արտահայտում է թագավորի եւ նրա ուղեկցող մարդկանց զարմանքը, ահա։ Ուրեմն գտիր այն բառը։ Մռայլվեց, զարմացավ։ Երեխաներ բառը ճիշտ ասեց, գտիր այն բառը, որտեղ հեղինակ արտահայտում է թագավորին եւ նրա ուղեկցող մարդկանց զարմանքը։ Դա ո՞ր բառն էր։ Դա օգնություն խմբերից, Գևորգ օգնիր, կողքերոջը։ Այո, կարկամեց թագավորը։ Կարող եք ինձ բացատրել կարկամել ինչ է նշանակում, Ջուլիա։ Այո, լեզուն կապ ունկնել։ Երեխաներ ինչ նշանակենք երրորդ խմբին։ Այո, զարմացած, որովհետև կարկամել բառը նրանք մոռացել են, բայց ոչինչ, հաջորդ դասին ավելի կամրապնդել եւ ավելի լավ աշխատանք կներկայացնենք։ Ելա՞ք։ Շնորհակալություն, ծափարում ենք նաեւ երրորդ խմբին։ Տեսնենք ով է ներկայացնում, տեսնենք ով է սա։ Նորայրն է ներկայացնում, Նորայր խոսի։ Նորայրին ես մի քիչ օգնեմ, հա։ Ինչ էր ուզում ասել, կարդա Նորայր ջան։ Ինչ է։ Հայրը հետևյալ խոսքում դուշի տակ աշխատասեր մարդ ես, նա ազնիվ էր, հա, նա ազնիվ էր, լավ, ապրես, նստի, ինչ կարծիքի եք այս խմբի մասին, պատասխանը ճիշտ է, այո, ես նրանց, քանի որ նորայրներ ներկայացրել, ես նրան օգնեցի, բայց Նորայր ինչ ես նկարում։ Ես նկարում եմ Տյախում Բարդեհի թագավորը։ Լավ, ինչպիսին էր թագավորը Նորայր ջան։ Խելացի։ Լավ։ Շնորհակալություն։ Մարիամ, քո կարծիքով թագավորը արդարության կողմնակիցն էր։ Այո։ Էրիկ թագավորը լավ առաջնորդ էր։ Այո։ Ինչպես կբնութագրես նրան։ Նա ազնիվ էր։ Եկեք նորանց խմբին ժպտացող սմայլիկ տան, որ հետո մի ժամին ավելի լավ կպատրաստեն։ Ծափահարեցի։ Երկի կողմից ասեք դուք, խնդրում եմ ձեր պատասխանը։ Հեքիաթից գտիր եւ գրիր ինչ է նշանակում Ամբողջ օրը արտահայտություն։ Այո։ Օր ու գիշեր։ Օր ու գիշեր, ճիշտ է։ Այո։ Եվ ինչ ենք տալիս, ով կասի։ Ուրախ սմայլիկ, տեղավորվեց ժամանակի մեջ, բոլորը մասնակցել էին, չէ երեխաներ, եւ պատասխանը գոհացրեց մեզ, ծափահարեցի, բոլորը ծափահարեցին, ապրեք, շատ շնորհակալություն, հետաքրքիր աշխատանքներ ներկայացրեցիք եւ չի, նայում ենք հաջորդ սահիկին, սա մեր աշխատանքն է, որ մենք գնահատեցինք, խմբում բոլոր երեխաների մասնակցությունը, ժամանակի մեջ տեղավորվելը եւ աշխատանքի հստակ ներկայացումը, մենք գնահատման ռուբրիկով բոլորին ներկայացրեցինք։ Հասկացա՞ք։ Հասկացա՞ք սա։ Անցանք առաջ։ Հիմա ամփոփում ենք կատարելու մեր երկի քարտերը։ Ինչի մասի ստիպեց մտածել։ Ստիպեց մտածել, որ պետք է լինել ազնիվ։ Որն է հեքիաթի ամենակարևոր նախադասությունը։ Ապրես, ասաց հայրը, դուշի տակ ու աշխատասեր մարդը։ Լավ երեխաներ, այժմ երեխաներ, ձեր երկի քարտերը կտեղավորեք այս ուսապարկի մեջ, որպեսզի հետո ես անդրադառնամ այդ հարցերին։ Խնդրում եմ ուսապարկի մեջ տեղավորեցինք այսօրվա մեր գիտելիքները, ինչ գիտելիքներ ստացանք այս դասից, ապրեք։
Վերջացրեցի։ Հայտնի ուսապարկը։ Ալվարջան, արեք ու մնացիր։ Ապրեք։ Կեցեք։ Ես ուսապարկը տեղափոխեմ և հետո մենք վերջում արդեն կկարդամ և ձեզ վերջևալ պատասխանը կտամ ձեր երկի քարտերի։ Լավ երեխաներ, հիմա ուղիղ ենք նստում և լսում ենք ինձ։ Ուրեմն այսօր մեզ դուք շատ նորություններ կտանեք ձեզ հետ և կկարևորեք գեղեցիկը, օգտակարը, բարի չարը, արդարությունը և ազնվությունը, արդար կլինեք, խաբեբաց չեք լինի, թագավորի կրտսեր որդու նման դուք էլ արդար, շիտակ, ուղիղ ճանապարհով քայլեք այս կյանքում։ Երեխաներ, այժմ ես ցանկանում եմ, որ դուք այսօրվա ձեր ունեցած գիտելիքները գնահատեք այս ծաղիկի միջոցով։ Ծաղիկը հիմա անշուք է, նրան պետք է գույն տակ, երբ նրան գույներ հաղորդեք, դուք, սիրելի երեխաներ, ձեր ինքնագնահատումով։ Եթե դուք այսօրվա դասը լավ հասկացել եք, լավ բառերը հասկացաք, ուրեմն ծաղկի թերթիկները կամրացնեք ծաղկի թերթիկների տեղում։ Իսկ եթե մասամբ ինչ-որ մի բան ձեզ գաղտնի է մնացել, հարց է մնացել, ծաղկի ցողունը կամրացնեք։ Իսկ եթե դասից ոչինչ չեք սովորել այսօր, ծաղկի տերևը կամրացնեք։ Իսկ եթե չեք սովորել, երեխաներ, ոչինչ, խնդիր չէ դա։ Մենք կսովորենք մի օր ժամին և ավելի կամրապնդենք ձեր գիտելիքները։ Խնդրում եմ հիմա խմբերով եկեք և տեղավորեք ծաղկի թերթիկները, տերևները, ցողունները։ Կարող եք մոտենալ։ Հիանալի է, կեցեք, ապրեք։ Օգնեմ Անգելինա։ Այսպես եք։ Հաջորդը։ Սարա, այս ծաղիկը եկեք լրացնենք, հետո կգնանք նստենք։ Ապրեք, հաջորդ խումբը եկեք։ Ապրեք, հիանալի է, փաստորեն այսօր դասը լավ եք հասկացել և շատ ուրախ եմ ես։ Կեցեք դուք։ Ջուլիա, սա տերը, ծաղիկը ստերը Ջուլիա։ Հաջորդ խումբը։ Մի ծաղիկը, հա, ամբողջությամբ արեք։ Անորեն ջան, դու ցողունն ես, մասամբ ես հասկացել Նորայր։ Այո, լավ, շնորհակալություն։ Հաջորդը եկեք։ Սարգիսը դասից այսօր դժգոհ է, հա, փաստորեն Սարգիս, լավ չես հասկացել, ոչինչ, Սարգիս, դա խնդիր չէ, մի օր ժամին մենք ավելի լավ կսովորենք, չէ, Սարգիս։ Ահա, երեխաներ, նայեք, մեր ծաղիկը բաղկացած է ծաղկի թերթիկներից, ցողունից, տերևից։ Տերևը ունեցավ մեկ, բայց ծաղիկը տերևներ շատ չունեցավ։ Եվ ես ուրախ եմ, որ տերևներ չունեցավ, քանի որ դու դասը շատ լավ եք հասկացել, շատ ապրեք, կեցեք։ Իսկ Սարգիսն էլ ոչինչ, Սարգիսն ու Նորայրը մյուս դասն ավելի ուշադիր կլինեն և ավելի լավ դասը կսովորեն, չէ՞ երեխաներ։ Ահա, իսկ ծաղիկը ոչինչ, մի քիչ տխրել էր, որ իր տերևները չկան, բայց ոչինչ, քանի որ մեր դասարանում այսօր տիրում է աշխուժ, լավ մթնոլորտ։ Շնորհակալություն ձեզ, իսկ հիմա բոլորը նշում են տնային աշխատանքը։
Տնային աշխատանքն է արտահայտիչ ընթերցել եւ առաջադրանք երկուսը։ Կա նաեւ սահիթի վրա տեղադրված տնային աշխատանքը կարող